Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք եւ հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման եւ իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ։ Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկները ուշագրավ են։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Հիմք ընդունելով հաղորդման փաստերը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզության գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում։ Արդյունքում արգրավել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ այլ նյութեր։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության եւ հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է, նպատակ ունենալով բացահայտել եւ կանխել նմանատիպ դեպքերը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։